աղմկահարույց միջադեպին, եթե անդրադառնանք պարոն Ռուստամյանը ինչպես կգնահատեք եւ այս խորհրդարանը նախորդներից ավելի ցածր կարծում ռեյտինգ ունի, կարող ենք ասել, որ ավելի տխրահարված խորհրդարան ազգային ժողով երբեք չի եղել, որ արդեն հայանքը դառնում է կարծես քաղաքական լեքսիկոնի ինչ-որ բաղադրիչ։ Այո, այսպես խայտարակ մակարդակի խորհրդարան ես գիտեք բազմաթիվ գումարումների պատգամավոր եմ եղել, ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն ուրիշ բառ ես չեմ կարող ընտրել, որովհետև խորհրդարանական ընդհանրապես մշակույթի հետ այս ամեն ինչը որևէ կապ չունի, ոչ միայն կապ չունի, իշխանությունները անգամ չեն էլ հասկանում, որ սա բացի նրանից, որ մենք մեր մեջ ենք այս խոսակցությունը ունենում, դուրսներ են լսում եւ երևի ամենախայտարակ բնորոշումներն են տալու հաստատ այս խորհրդարանին եւ մանավանդ այս իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը իրենք պետք է ամեն ինչ անեն սանձելու, բայց հիմա իրանք երևի ստացել են հրահանգ, ընտրությունները մոտենում են, ես այդպես եմ տեսնում, որտեղ այս խանդավառ կերպով հայհոյախոսությունները, որ մեկը մյուսին հերթ չտալով խոսում է, այդ նշանակում է ինչ-որ երևի մրցանակ է սահմանվել ցանկում տեղ գրավելու համար, ով ավելի հուշկու հայհոյանքներ կարտաբերի։ Եվ սա մենք տեսնում ենք մարդիկ կան, որոնք այս ընթացքում չէին էլ այսպես ասած դրսևորվել։ Հիմա ես ավել ինչ-որ գնահատական տալու խնդիր այս առումով չկա, որովհետև այնքան պերճախոս է, ինչ-որ իրականում տեղի ունենում մարդկանց աչքի առաջ է դա կատարվում, եւ սրանից ակնհայտ որևէ բան ասելը ուղղակի անհնար է, որովհետև մեկնաբանելն էլ չի տա այն էֆեկտը, ինչ որ ասում են մարդ մի անգամ ավելի լավ է տեսնի, քան 100 անգամ լսի։ Հիմա մեր ժողովուրդը ամեն օր ականատես է լինում այս ամեն ինչին։ Հետո իրանք որոշել են օրինակ վերցրել, տենց քաղաքական դաշտում էլ ակտիվ մարդիկ կան, չէ, որ հայհոյախոսությամբ են իրենց դրսևորում, երևի մտածում են, որ սա էլեկտորատ է իրենց ապահովում եւ փորձում են այդ էլեկտորատից ուզում են, այսպես ասած, օգտվել։ Լևոն Քոչարյանը իրան շատ կոռեկտ է պահել, շատ կոռեկտ։ Այն ինչ որ իր դեմ ասել են, որևէ անձ ես անգամ զարմանում եմ, որ ինքը կարողացել է այդքան էլ համբերել։ Այն ինչ որ իր դեմ ասում են եւ իր հասցեին են ասում, ամեն մարդ չի կարող բանը տանել։ Իսկ պետք է ազգային ժողովում հայհոյել մարդու ամբողջ տոհմը, հա, եւ դա կատարի փոխխոսնակը, ով է տեսել տես բան։ Ես էլ գիտեք այնքան բան մարդկանց վրա հղում անելով կասեն, ասում են հենց դու էլ ասեցիր էլի, էլ ասելը ոնց ալնում։ Մարդիկ ասում են որն է, ասի կարելի է, ես էլ լսել եմ ու գնամ մի հատ հայհոյախառ արտահայտություն, եղավ որ ես չհայհոյեցի, ասում եք ի՞նչ տրամաբանություն է, այս պրիմիտիվ բանի հետևում թաքնվել հնարավոր չի այլևս։ Իշխանական պատգամավորները անհանգիստ էին, ասում են ինչու չի եկել Լևոն Քոչարյանը, երեկվա միջադեպից։ Ուզում են շարունակեն, հա։ Այսինքն այս իրացեությունն է դա, իրանք այլևս փաստարկված բանավեճի անկարող են, իրանք հասկանում են, որ ձախողվել է իրենց քաղաքական կուրսը, նոր էլ ստեղ ասեցի հանձնաժողովում, այս մարդկանց գիծը բոլորովին ուրիշ տեղ տանող գիծ է, իրանք ուզում են թաքցնեն այն, որ հայ ժողովրդին որպես զոհ ուզում են մատուցեն ցեղասպանին, այս է իրանք ուզածը, հայ ժողովուրդը սա պետք է հասկանա, եւ սա փագելու, քողարկելու համար ամեն ինչ էլ պատրաստ են, հայհոյանքներ, բանավեճերը վերածեն այս քաշքշուկի փողոցային մակարդակով, անգամ մեր փողոցում մարդիկ ավելի կոռեկտ իրար հետ խոսում եւ իրար պահում։ Իսկ ստացել են հրահանգ քանդ ու քարափանել ընդհանրապես խորհրդարանական մշակույթ կոչվածը եւ մենք մեր այս պատկերը ցույց տանք ամբողջ աշխարհին։ Արսեն Թորոսյանը Facebook-յան էջում գրել էր, որ մանդատները պետք է վայր դնի, պետք է լուծարվի այս խորհրդարանը։ Դե խորհրդարանը արդեն գնում է լուծարման, էլի բան չմնաց։ Ինչի հույսներս են, որ ժողովուրդը այս ամեն ինչը տեսնելով իսկապես նորմալ խորհրդարան ընտրի, որ այն հարցերը, որոնք կուտակվել են մեր ժողովրդի համար կարևոր, վերջապես այդ հարցերով սկսի զբաղվել։ Մենք ունենք առաջին մանդատով օժտված, առաջնային մանդատով օժտված մարմին, որը փողոցային ռազմորկեքի, փողոցային հայհոյախառն այս միջադեպերի մեջ է թաղված։ Արսեն Թորոսյանը այսօր Facebook-յան էջում գրել է հարցը կան։ Խորհրդարանի դահլիճում ինչ է կարծում պետք է այսինքն դայք վարչապետը թող իր բանը պաշտոնից հրաժարվի,
հայհոյանք հնչեցնելով, իրանք էլ ասում են, գիտեք ինչ, շատ պարզ մի հատ խոսք կա, քամի ցանողը փոթորիկ է հնձում։ Իրանք քամի են ցանել, փոթորիկ են հնձում։ Էս է իրականությունը։ Սրանից պետք է ազատվել, իրանք չեն հասկանում, որ սա ուր է տանելու։ Սա իրանց համար էլ է շատ վատ լինելու։ Իրանք ասում է քաղաքական վենդետա պետք է։ Քանի որ ունեն նաև բավականին լուրջ պաշտպանվածություն իշխանական։ Հիմա այդքանը փաստորեն իրենց չի երիքում։ Էսա դառնում է, իրանց չի երիքում, հիմա ուզում են, այսպես ասած, ավելի խայտարակ ձևով իրանց հարցեր են հաջորդելու պարոն Ռուստամյան, որովհետև Արսեն Թորոսյանը այսօր ասում է, որ քաղաքական վենդետա պետք է լինի եւ իրավունք չունի որևէ մեկը ազգային ժողովում կամ որևէ այլտեղ հայհոյանք։ Այդ իրանց թող ասեն առաջ հերթին, իրանք իրանցը չեն տեսնում, բա որ հարցրել էին, ասում էին ինչա Նիկոլ Փաշինյանը համբալ ասել են, բա հո կռվի ժամանակ մեղր չեն բաժանում։ Այսինքն իրանք կարան հայհոյեն, մենք պետք է կանգնենք մեղր բաժանենք, հա։ Մեզ հայհոյեն, մենք ասենք, այ գիտեք, այստեղ մեղր ենք բերել ձեր համար, մի քիչ կարող է ճաշակեք այս մեղրից։ Այսինքն լրիվ հիմարի տեղ են դրել։ Հիմնավորում են, որ քանի որ սկսվել է այսպես ասած ապօրինի գույքի բռնականցում եւ այլն, այսպես 7 տարի վերջում եկել հասել են ապօրինի գույքի բռնականցում, իրենք հիմնավորում են, որ ընդդիմության այս վարքագիծը լարվածությունը դա է, այսպես ասած գույքը վերցնելու են եւ դրա համար խոսում են իրենց կոռուպցիայի մասին եւ ըստ էության մենք տեսնում ենք, որ հենց խորհրդարանում բայց ես էլ նորից եմ ասում, հիմա այդ որ իրանք ասում են, դուք էլ տեսնում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանին կոնկրետ հարց են տվել, շատ կոռեկտ։ Ո՞վ է հրահարել։ Համբալ ո՞վ է ասել։ Ո՞վ է սրել այս վիճակը եւ դարձրել հայհոյախառը միջավայր։ Ինչ կապ ունի ապօրինի գույքը։ Ապօրինի գույքը թող ապօրինի գույքից խոսան։ Այսքան ձեռները ինչ ասես ունեն, ում ասես բռնում են։ Այդ ապօրինի գույքով իրանք են դատվելու, այդ դրանից են իրանք վախենում։ Այդ նույն ապօրինի գույքով իրանք են դատվելու, երբ որ իշխանությունները փոխվեն։ Քանի իշխանությունը իրաց ձեռքն է, իրանք ապօրինի միայն տեսնում են հակառակորդներին։ Այս իրավիճակը փոխվում է, երբ որ իշխանությունն է փոխվում։ Ես էլ ասում եմ, տառապական փորձ ունի, այնքան իշխանափոխություն եմ տեսել, սրանք էլ չեն մնալու։ Ամեն մեկը պարզապես հեռանում է յուրովի։ Նիկոլ Փաշինյանն էին համբալ ասում, օրինակ Առաքել Մովսիսյանն էլ ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր ասում։ Ինչ անենք, դավայ շարունակենք։ Էսա։ Այսինքն միտեղ դա պետք է դրվի, այսինքն Նիկոլ Փաշինյանի ժամանակին ասել է Առաքել Մովսիսյանի գլուխը լվանում ենք։ Այսինքն ինչ կա, էսես տեղել է նույնը։ Հենց մեկին ասում են ինչես, բա դուք այն ժամանակ, այսինքն եթե մենք ասում ենք ցեխաջրով լվացվել հնարավոր չի։ Եթե դու քեզ ուզում ես արդարացնես ուրիշի գործած մեղքերով, դու ավելի ես խորացնում քո ծանր վիճակը, դու ավելի ես խորացնում քո մեղքերը։ Պարոն Ռուստամյան, դուք հենց հիմա դրանով եք զբաղված։ Ինչո՞վ։ Բա իշխանությունը այսպես ասեց, մենք ինչու բան չանենք, հա։ Իշխանությունն էլ ասում է, բանդիտությունը այսպես ասեց, մենք ինչու լրիվ։ Ես էլ դուք էլ հետևեք ով սկսեց այս ամեն ինչը, այս վայրենությունը ով սկսեց, այս ուստիտակի բաժանումը ով սկսեց, ծեփելը, լղոզելը ով սկսեց։ Կոալիցիոն գործընկեր Նիկոլ Փաշինյան։ Որից հետո մենք հրաժարվեցինք, դուրս եկանք, որտեղ տեսանք իրենց ճանապարհ գնալ հնարավոր չի։ Հիմա ով ազատ, այդ դուք եք թվում, այդ իր ասածները հալածուկի տեղ ընդունում եք, հա։ Ոչ, մենք արդեն դիմում տվել դուրս են եկել։ Այդ իր ձևերը նոր եք սովորել դրանցի։ Վաղուց է տված, երեք թղթի վրա հրապարակում բաները, թիթիզ բաները վերջացրեք այդ թատրոնները։ Կպականները փողոցային վարկագիծ են անդրադարձել խորհրդարանում։ Այս պարագայում իմաստ ունի մանդատները ֆայել, օրինակ այս խորհրդարանում։ Ես ասում եմ, հեսա մանդատները վերանում են, վերջանում, էլ բան մնաց։ Դա որի՞ չէ, իրանց ուզած ձևով կանեն արտահերթը։ Ես միշտ ասել եմ, մանդատների վայր դնել իրանց օգտին ալնելու, որտեվ իրանք իրանց ուզևով կանեն։ Հիմա վախենում են գնան արտահերթի, որտեվ մտածում են այդ 14 օրը լուրջ խնդիր է առաջանալ, վակուում առաջանալ։ Գործընթացը պարոն Ռուստամյան, որը նախաձեռնել են։ Իմպիչմենտի մասին ասել ենք, էլի հստակ բացատրել ենք։ Պարզ ասել ենք, որ անհրաժեշտ եւ բավարար պայմաններ չկան։ Հիմա սրանք բոլորը նպաստելու են իդեպ։ Այս ամեն ինչը ժողովրդի մեջ լուրջ մարդիկ կան, որոնք վեր են լուծում, հասկանում են, որ սրանցից օր առաջ ազատվելը թող խորհրդարանն ամբողջությամբ փոխեն, ես խնդիր չունեմ, բայց իսկապես խորհրդարանը փոխելը անհրաժեշտություն է։ Այսա եթե բոլորը կհասկանան, այս ձևի խորհրդարանն այլևս վտանգ է մեր համար, այո, պետք է գնան ավելի կոնկրետ քայլերի։ Ժողովուրդը կակտիվանա, իմպիչմենտը հնարավոր կդառնա։ Անա Ռուստամյան, ամեն դեպքում ինչ է կարծում Լևոն Քոչարյանը պետք է հանրությունից Հայաստան խմբակցության կին պատգամավորներից գոնեն ներողություն խնդրի, թե ոչ։ Ասма, огласите весь список, пожалуйста։ Ամբողջ ցանկը, երբ որ կլինի,
Այդ ժամանակ կասենք փաթեթով, այո, ով ինչ ասել է, թող երկինա իր ասածի համար բան տա։ Չէ, դուք մենակ մենք տանք, էլի նորից, հա, այրանք հայո են, մենք մեղր բաժանենք։ Այդ բարձելա, դες բան չի կարող լինել։ Հիմա լավ Արսեն Թորոսյանի հայհոյանքից հարցնեմ ձեզ, որ իրեն պաշտպան եք, ձեր թիմը Չէ, հայհոյանք ես ոչ մի հայհոյանք էլ չեմ պաշտպանում։ Բայց ելի եմ կրկնում, ձեզ պարզ տրամաբանություն եմ ասում։ Ուր էլ գնաք այդ տրամաբանությունն աշխատում է։ Քամի ցանողը փոթորիկա հնձում, պարզ չի, այդ ես չեմ ասել, աստվածաշնչում է, այդ գնացեք կարդացեք։ Փոթորիկը թող քամի ցանողը ներողություն խնդրի։ Այսինքն Լևոն Քոչարյանը ներողություն չի խնդրի 280, հա 280,000 էր ձայն։ Ինչ 280,000։ Ընտրություններին 21 Իսկ ինչ ասել է, ով որ այսպես կասի, ես, հայո լավ չէ, չպիտի հայո էր, ճիշտ չի, ինչ եմ կրկնում, ես հայոյեցի։ Պարոն իրենք շատ ներողում, երբ որ իրենց թուրք են ասում, ինչ համար եք ընտրում։ Բա մի չեն նեղվում, ես դա էլ է զարմանալի, չէ՞։ Մի չեն նեղվում, հակառակը մեծ գովեստ էր իրանց համար թուրք բառին արժանանալը։ Հիմա չգիտես չի, ով որ մեզ թուրք կասի ես, գնացեք մեծ դուք իրար մեջ ճշտեք։ Այո, հային որ թուրք ես ասում նեղվում է, բայց թուրքին որ թուրք ես ասում չի նեղվում։ Իսկ այսօր ինչու նիստին չմասնակցեցիք, որովհետև դա մեկնաբանվում է, որ վախեցան չեկան։ Վագն Ալեքսանյանի հայտարարությունից, որովհետև նա նիստին Որը որ կարող է լալ նիստի տարբերություն։ Հիմա քիչ են, շատ են, ինչքան կան, այդքան էլ եկել են, ինչ կապ ունի։ Վախեցողը լինք, ես էլ չէի գա։ Որը կարևորը դրան գալիս են կանկապետ իրանց բանին գայք ինչ մասնակցեն։ Պարոն Ռուստամյան, Վահագն Ալեքսանյանն ասում է, օրինակ Ռոբերտ Քոչարյանը վախենում է այստեղ գալ եւ ամբողջ որևէ խոսք ասել։ Ռոբերտ Քոչարյանը падգամավոր չի, ինչ կերպ։ Ռոբերտ Քոչարյանը որտե խոսում, падգամավոր է։ Դե հիմա դրել է, եթե անցալ կատարելով նախ դուք եք ասում այդ մանդատները վայրկենեք։ Հիմա բոլորին այդ հարցն է բան դարել։ Մարդը երևի զգում էր որ տես բան կարելի։